Սիրելի հետևորդներ, Ադամյանների բակում տեղի ունեցած ճակատագրական խոստովանությունից հետո իրադարձությունները ստանում են գլխապտույտ եւ հուզականորեն ծանր ընթացք։ Քանի որ մենք արդեն գիտենք, որ սերիալը մոտենում է իր տրամաբանական ավարտին, յուրաքանչյուր դրվագ այժմ վճռորոշ է ու լի պայթյունավտանգ բացահայտումներով։ Եկեք վերլուծենք այս սերիայի ամենաթեժ պահերը։ Արմոն վերադառնում է տուն լիովին անտեղյակ, որ բաց է թողել իր կյանքի ամենասարսափելի ու կարևոր իրադարձությունը։ Տանը տիրում է ծանր, քարացած լռություն, որից վտանգի հոտ է գալիս։ Ոչ ոք ոչինչ չի խոսում։ Երբ նա վերջապես առանձնանում է Նարեի հետ, կրկին հագնում է իր բռնապետի դիմակն ու փորձում հոգեբանորեն ճնշել աղջկան։ Նա ինքնավստահ սպառնում է, որ որքան էլ Նարեն ընդդիմանա, նրա երեխան միևնույն է կրելու է իր, Արմոյի ազգանունը։ Բայց Նարեն այլևս վախեցած ու հնազանդ զոհը չէ։ Նա հանգիստ, բայց մահացու հարված է հասցնում, ուղիղ դեմքին շպրտելով ճշմարտությունը։ Խիստ կասկածում եմ, քանի որ Հայկն արդեն գիտի ամեն ինչ։ Արմոն զարմանքից ու շոկից ապշում է։ Նրա կառուցած ստի ամրոցը փուլ է գալիս մեկ վայրկյանում։ Հասկանալով, որ ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի, Արմոյի մթագնած ուղեղում սկսում է հասունանալ ամենավտանգավոր ծրագիրը՝ անել ամենասարսափելին ու ֆիզիկապես վնասել Հայկին կամ Նարեին։ Տեսնելով անկյուն քշված գազանի պահվածքը, կանխատեսում եմ, որ Արմոն կդիմի ծայրահեղ, արյունալի քայլի մեծ ֆինալից առաջ։ Մինչդեռ Հայկը ապշած ու հոգեպես խոցված վերադառնում է տուն։ Սոնայի հետ եւս մեկ անգամ անկեղծ խոսելուց հետո նա վերջապես սկսում է հավատալ Նարեի խոսքերին, բայց այս նոր իրականությունը պարզապես սպանում է նրա ներաշխարը։ Նա հայտնվել է անլուծելի երկընտրանքի առաջ։ Կիսվելով Աբոյի հետ, Հայկը բարձրաձայնում է իր կյանքի թերևս ամենամեծ ողբերգությունը։ Փաստորեն իմ հորը սպանել է Սաքոն, իսկ Սաքոյի աղջիկը Նարեն, իմ երեխայի մայրն է։ Եվ հենց այս դաժան անկեղծ խոստովանության պահին սենյակ է մտնում Միքոն։ Տիրում է քար լռություն։ Միքոն միաժամանակ բախվում է երկու հզոր փաստի։ Նա իմանում է, որ հորեղբայր է դառնալու, բայց եւ լսում է իր հորը սպանողի անունը։ Միքոյի իմպուլսիվ բնավորությունը հաշվի առնելով նա դժվար թե կարողանա զսպել իրեն։ Հավանական է, որ Միքոն կփորձի ինքնուրույն վրեժ լուծել Սաքոյից, իրավիճակն ավելի խճճելով։ Այս ընթացքում Վրամն ու Սոնան փորձում են հասկանալ, թե որտեղից է սկսվել այս փոթորիկը։ Վրամը գլուխ է կոտրում, փորձելով պարզել, թե ով կարող էր Հայկին հայտնել Սաքոյի գաղտնիքը։ Սոնայի մտքում վայրկենապես հավաքվում է փազլը։ Նա հիշում է Լալայի տարօրինակ զանգը։ Չէ՞ որ հենց Լալան էր զանգահարել, զգուշացրել Հայկի վերադարձի մասին եւ խուճապահար առաջարկել շտաբ քաղաքից դուրս տանել Վրամին ու Նարեին։ Սոնան միանգամից հասկանում եւ Վրամին է հայտնում, որ այս ամենի հեղինակը հենց Լալան է։ Իսկ քիչ անց կայանում է այն հանդիպումը, որին մենք սպասել ենք ամիսներ շարունակ։ Նարեն ու Հայկը հանդիպում են։ Մթնոլորտը խեղդող է։ Նարեն անչափ հուզված է, նրա աչքերում արցունքներ են, իսկ Հայկը կանգնած է աներեր։ Նրա սիրտը մղվում է ամուր գրկել Նարեին, պաշտպանել իրեն ու իր բալիկին Արմոյից, բայց միևնույն ժամանակ վիրավորանքն ու ցասումը խեղդում են նրան։ Ինչու Նարեն այսքան ժամանակ դաժանաբար թաքցրեց ճշմարտությունն ու խլեց իրենից հայր լինելու իրավունքը։ Սիրելի հետևորդներ, ինչպես տեսնում եք, մենք մոտենում ենք կուլմինացիային։ Ինչ եք կարծում, կկարողանա Հայկը ներել Նարեին լռության համար եւ միասին դուրս գալ այս դժոխքից։ Եվ ինչ արյունալի քայլի կդիմի անկյուն քշված Արմոն ու արդյոք Միքոն վրեժի կրակից կուրացած ճակատագրական սխալ թույլ կտա։ Գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Մեր սիրելի սերիալի վերջին ակորդներն են հնչում եւ ձեր յուրաքանչյուր վերլուծություն հիմա անգին է։